Տեսնում ենք արդեն այստեղ նախորդ սերիայում ասել ենք պատերազմում ենք արդեն այս տերության հետ Բույդի դինաստիայի եւ Հատմանի դինաստիայի հետ եւ այս պատերազմի ժամանակ մենք պետք է պատերազմենք նաեւ Վրաստանի հետ Հատմանի դինաստիայի, Իխիլդի դինաստիայի եւ Բույդի դինաստիայի հետ եւ պետք է շարժվենք դեպի Վան եւ Վանից ապա դեպի Փիսունդա եւ Թավրիզ եւ ներկայումս մենք շարժվում ենք դեպի Վանի ուղղությամբ, այստեղ Վանի պաշարում է տեղի ունենում, Վանը այս պայն գտնվում է Բույդի դինաստիայի կազմում եւ պետք է ազատագրենք, մենք ազատագրել ենք Էրզրումը, Քութասին, միայն այդ երկու մարզերը, մնացածը մեր հայկական տարածքներն են, որոնք մենք չենք ազատագրել, եղել են, բայց երկու մարզերը մենք ազատագրել ենք, փոքր երկրից սարքել ենք մեծ երկիր։ Հիմա պետք է շարունակենք մեր արշավները, ստեղծենք հսկայական բանակներ, որոնցով մենք կկարողանանք դիմակայել թշնամու հարձակումներին, գրավել նորանոր տարածքներ եւ հաղթանակել։ Տեսնենք ինչ է կատարում, տեսնում եք արդեն Կովկասում մենք մեծ տարածքներ ենք զբաղեցնում, տեսնում եք կապույտով նշվածը դա մենք ենք այս կողմի, այստեղ Կիևրարուսիան, որը նոր երկիր է, Ռուսաստանի Դաշնությունն է ներկայիս, տեսնում եք ինչպիսի փոքր երկիր է, որի հետ պայքարելը երևի թե դժվար կլինի, տեսնում եք Բույդի դինաստիան փոքր երկիր է, դարձավ հսկայական երկիր, իսկ նոր եւ այլ երկրների։ Մենք նույնպես փոքր երկրից դարձել ենք մեծ երկիր, բայց այդքան հսկա չէ, ինչքան Բույդի դինաստիան է, բայց մեր բանակը ավելի հզոր է, քան Բույդի դինաստիայի բանակը։ Կամ կարող է հավասար լինել, տարբերությունը շատ փոքր է։ Երևի մենք կարողանանք մտնել Գեդեսիա, գրավենք Գեդեսիան, ապա նոր Վանը։ Այստեղ մենք ճակատամարտում ենք, տեսնում եք, բայց հիմա խաղը արդեն նրանց ձեռքումն է, որովհետև մենք արդեն պատերազմ ենք շատերի դեմ, որը բարդությունների առջև է կանգնեցնում երկրին, վերացնում եք այս, չգիտեմ ով է այս զորավարը, պատերազմներ են գնում Էրզրումում, հարձակումները դեպի Էրզրումի շուրջ, այստեղ Վրաստանում այդքան պաշարումները հզոր չեն, ցածր պաշարումներ են, տեսնում եք, թույլ պատերազմ է, կարևոր պատերազմ գտնվում է հարավային մասում, իսկ մնացած տարածքների պատերազմները հեշտ է դիմակայելը, բարդ է այստեղ հարավային մասի, իսկ հյուսիսային մասի պատերազմը Վրաստանի հետ, դա բարդություն չի ներկայացնում, բայց արդեն հարավային մասի պետությունների հետ դա դժվար է պայքարելը, շատ բարդ է, ունի իր դժվարությունները, ծանրությունները, եթե Իխիլդի դինաստիան չգրավի Գեդեսիան, կգրավենք մենք։ Մենք պատերազմներ ենք գնում Թավրիզի, Վանի, Գեդեսիայի եւ Փիսունդա քաղաքների շուրջ։ Մենք ենք հարձակումներ կատարում, բայց
Ներկայումս հաջողությունների դեռ չենք հասնում, որտեղ բարդ է։ Եդեսյան գրավեց բյուզանդական կայսրությունը, դա շատ լավ է, փակեց ճանապարհը դեպի Իլխիդի դինաստիան, դեպի Հայաստան։ Դա մեծ դեր ունի մեր համար։ Դա շատ լավ է։ Հարմարավետ կլինի մեր համար պայքարելը։ Կգրավենք Վանը։ Մենք գրավեցինք Վան քաղաքը եւ մեծացրեցինք Հայաստանի տարածքները կրկին եւ դարձրեցինք ավելի հսկա տերություն։ Մենք կընդլայնենք մեր տարածքները ժամանակի ընթացքում։ Կընդլայնենք, այստեղ պատերազմենք դրանց իբր թե հզոր զորավարների հետ։ Իբր թե հզոր։ Նրանք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում։ Այստեղ պայքարը շարունակվում է Բույդի դինաստիայի հետ։ Մենք պաշարում ենք նրանց բանակը, նրանց տարածքները եւ թույլ չենք տալիս ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Տեսնում եք մեր ընդլայնումները։ Այստեղ պատերազմը թեժանում է Վրաստանում, որը շատ ահավոր է։ Այստեղ Աբաս առաջինը ինչպես այնտեղ կանգուն մնացել է այնտեղ։ Նրանք չեք տեղաշարժել։ Ինչպես տեսնում եմ, մեր զորավար չի մնացել, բայց պետք է նշանակենք զորավարների։ Այո, պետք է նշանակենք զորավարների։ Այստեղ Վանի տարածքում որ պատերազմ էր գնում Վանի եւ Էրզրումի տարածքներում, Վանի տարածքում պատերազմը դեռ շարունակվում է, իսկ Էրզրումում կանգնած է պատերազմը։ Հարձակումներ չկան դեպի Էրզրումի շուրջ։ Բայց Վանի շուրջ հսկայական հարձակումներ կա, որը պետք է կանգնեցնել այդ հարձակումները։ Այստեղ պատերազմները շարունակվում են, արդեն Հատմանի դինաստիա գոյություն չունի, այդպիսի երկիր գոյություն չունի։ Մայրաքաղաք Մարդինը գտնվում է Բույդի կայսրության տարածքներում, բայց հարցական է։ Կմնա այդտեղ արդյոք, թե կտեղափոխեն այդ տարածքներ, սա ռեջեկտ։ Ում ռեջեկտ տվեցինք։ Չգիտեմ, մեր հարաբերությունը լավանում են հոր Ռոման իմպերիայի հետ, Ռոմինիայի հետ, Հռոմի հետ, որը դա շատ լավ է, հզոր երկիր, որի եւ Հայաստանի հարաբերությունները լավանում են։ Նա հասկանում է, որ տարիներ հետո Հայաստանը ավելի հզոր պետություն կլինի, հզոր պետություններից կայսրություն կլինի, որի հետ համագործակցելը շատ հարմարավետ կլինի նրանց համար։ Այստեղ մենք օգնում ենք բյուզանդական կայսրությանը, պատերազմ եք Իլխիդի պետությունների հետ։ Մենք կարող ենք նաև դաշնակիր կնքենք Բյուզանդիայի կայսրության հետ, եւ դառնալ նրա բարեկամը։ Եվ օգնել նրան պատերազմների ժամանակ, տեսնում եք, այստեղ մենք ավելացնում ենք, չունենք բավարար գումար, որովհետև մենք վաճառեցինք հարկեր։ Այստեղ մենք հետ ենք նահանջում վրացական տարածքներից, հետ ենք նահանջում, բայց առաջ են գնում այս կողմից։ Տեսնենք ինչ է կատարվում հետո։ Բանակը կործանվում է եւ չունենք բավարար գումար բանակը նորից հզորացնելու համար, դուք այստեղ տեսնում եք։ Բայց դա ժամանակավոր հարց կլինի մեր համար։ Ժամանակավոր։ Հետո արդեն երևի կհզորացնենք երկիրը։
Բայց այդքան փոքր բանակով 3 պետության դեմ եք կռվում, 4-ներ, մեկը վերացավ, 3-ի դեմ եք պատերազմ, հսկայածավալ և հզոր պետությունների դեմ, որոնցից են Իլխիդի դինաստիան, Բույդի դինաստիան և Վրաստանը չեմ համարում որպես հզոր պետություն։ Այստեղ Կիևյան Ռուսը գրավում է փեջեսներին, տեսնում եք, հսկայական տարածքները գրավել նրանից, հսկայական արշավանքներ կա դեպի այդ ուղղությամբ, Վրաստանը հարձակում է կատարում Հայաստանի ուղղությամբ և հարձակում է կատարում փեջեսները դեպի նրանց ուղղությամբ։ Այստեղ Փիրայդի կայսրությունը և սրանց հետ համագործակցում ենք, բայց սրանց հետ վերցնում ենք գումար, շողոքորթում ենք գումար և զարգացնում մեր բանակը, եթե կարող եք, ինչու չշողոքորթենք։ Մենք կործանում ենք հակառակորդի բանակը և օրեցօր առաջ ենք գնում դեպի Բույդի դինաստիայի տարածքները, կործանում նրանց բանակը, մենք այս պահին հարձակում ենք կատարում Մարդին քաղաքի վրա, ինչպես տեսնում եք, Մայրցտրոպս, այստեղ մենք զարգացնենք այստեղի բանակը, հետ քաշենք սրան, առաջ բերենք սրան և պատերազմենք, չթողնելով, որպեսզի մեր տարածքները ազատագրեն թշնամիները։ Մենք այստեղ կարող ենք զարգացնել նրա բանակը և նրան նույնպես ուղարկել պատերազմելու, արդեն ժամանակը հասել է այդ ժամանակ։ Ժամանակն է հասնել, որպեսզի արդեն Աբբաս առաջինը նույնպես կռվի Հայաստանի համար։ Տեսնենք ինչ է կատարում նրա նոր քայլեր։ Այստեղ արդեն մեր համար դրությունը չվարդարանում է։ Փիրայդի կայսրության դեմ պատերազմելու պատճառն այն է, բարդությունը, որ նրանք կարող են բանակը ուղղել դեպի մեր տարածքների ուղղությամբ, որը լավ չի լինի մեր համար։ Տեսնենք ինչ է կատարվում։ Այստեղ մեր դաշնակիցը հսկայածավալ պատերազմների մեջ է։ Որը իր բարդություններն ունի։ Կիևյան Ռուսը ամբողջությամբ գրավելով գալիս է։ Ինչ չգիտեմ այսքան հզոր բանակ որտեղից ունի, բայց ամբողջությամբ ջախջախում է։ Ամբողջությամբ ջախջախում։ Հսկայական բանակներ։ Վայ։ Դա ձեռնատու քայլ չէ։ Հա, մենք կարող ենք դաշնակցել նրանց հետ և պատերազմել հանուն մեր երկրին։ Այստեղ կվերացնենք սրանց զորավարին, կանցնենք դեպի Մոսուլ քաղաք, պաշարենք այն և մի ճյուղը կուղարկենք դեպի Թավրիզ, ազատագրելու այն։ Սպայն ջախջախումները դեռ շարունակվում են Բույդի դինաստիայի հետ։ Մենք միշտ կջախջախենք նրանց բանակը, մինչև նրանք ինքնակամ չհանձնեն իրենց տարածքները մեզ։
Մինչև կապիտուլյացիայի չանցնեն։ Մենք պայքարելու ենք։ Մինչև նրանք կապիտուլյացիայի չանցնեն։ Տեսնում ենք այստեղ արդեն բարդությունները բյուզանդական կայսրության համար 3 կողմից պատերազմների մեջ է դեռ 4 Իխեդի դինաստիան գրավում է բյուզանդական իշխանության կայսրության տարածքներն արդեն կայսրություն չեն կարող համարել բյուզանդյան այլ թագավորություն դեպ չունի այնուկայնություն այլ Իխեդի դինաստիան կարող է համարել որպես կայսրություն դա ունի հսկայական հզորություն Կիևյան Ռուսիան կարող է համարել որպես կայսրություն որովհետև հզոր երկրները միշտ համարվում են կայսրություն տեսնում եք իր ջախջախիչ հարվածներ է հասցնում Կիևյան Ռուսիան Փեջեստինին եւ վրացիներին Չգիտեմ այստեղ մեզ բարդ հարցեր են տալիս բյուզանդական կայսրությունը նրա համար որ մենք համագործակցում ենք նրանց հետ բայց համագործակցությունը երկար ժամանակ չի տևի Այստեղ Մադրին քաղաքը երևի շատ շուտով կլինի մերը եւ Մոսուլը որտեղ մենք ջախջախում ենք այն տեսնում եք ինչպես են ջախջախում այստեղ հարձակում է կատարել Բոյդի դինաստիայի բանակը դեպի Թավրիզի ուղղությամբ որը մենք չեք հանդուրժի այստեղ հարձակում է կատարում եւ պատերազմում ենք հակառակորդի բանակների դեմ տեսնում ենք Թե ինչպես եք մենք պատերազմում Մենք հիմա մեր շարժերը կատարում ենք Տեսնում ենք Կիևյան Ռուսիայի մայրաքաղաքը 4 լավալանի քաղաք է Կիևը որտեղ հսկայական ավելի ուժեղ բանակներ են արտադրում մեզ պատերազմ հայտարարեց բյուզանդական կայսրությունը որը շատ բարդ կլինի դեպի ուղղությունը Էրզրում մեր պատերազմ հայտարարեցին ցավոք սրտի երևի կկործանվեք քանի որ այստեղ բյուզանդական կայսրության Բոյդի կայսրության Վրաստանին հետ կռվելն այդքան հեշտ չէ Ես արդեն մոռանում եմ հաջողությունների մասին քանի որ այստեղ բարդ է լինելու մեր համար Մենք ուղարկենք այստեղ պայքարի Էրզրումում մինչև տեսնենք ինչ կկատարվի Մենք թուլանում ենք Մենք չենք կարող պայքարել այդքան երկրների դեմ Հզոր երկրներ որոնք կամենում են մեզ ջախջախել Մենք երկար չենք դիմակայի այսպես Մի օր մեզ կկործանեն Եթե մեզ օգնություն չհասնեն Մենք կկործանենք Տեսնում եք Բանակը կործանում է Հսկայական բանակներ չունենք Հնարավորություններ չունենք արտադրելու Վանում կարողանանք արտադրել Չենք կարողանա տեսնում եք
Արտադրում ենք կիսով չամփ բանակ եք արտադրում և ուղղում ենք դեպի հակառակորդի ուղղությամբ, բայց հակառակորդը նույնպես հզոր է, քանի այդքան բանակների դեմ կռվելը հեշտ չէ, խառը պատերազմ է, մեկը մեկի դեմ և դա ահավոր է, փեչեսները մեզ նույնպես պատերազմ են հայտարարել, և այն կողմից, այս կողմից, մյուս կողմից, այս կողմից, այս մի կողմից, այս մի կողմից, ամբողջությամբ պատերազմների մեջ ենք, բայց այդքան պատերազմների մեջով մենք կարողացել ենք 3 նահանգ գրավել, Վանը, Էրզրումը, մեկը Քութայիսի քաղաքները, նահանգները մենք կարողացել ենք գրավել, մեզ եղել է մենակ Կարսը, Թիֆիլիսին և Դվինը, իսկ մնացածը մենք ենք գրավել, այդքան բարդություններով, բայց գրավել ենք, այստեղ երևի մեզ օգնության կհասնի Կիևյան Ռուսիան, բայց այդքան հույս չունեմ, առաջ կգնանք, հետ կգնանք, կվերացնեմ մեր կհաղթանակեք, հարցականի տակ է, ուղղակի հարցական, ինչ կկատարվի, ոնց կկատարվի, չեմ կարող ասեմ, թշնամին հզոր է, շատ է հզոր, և դժվար է այդպիսի թշնամու հետ պատերազմելու, հալածում ենք քաղաքներ, բայց չենք կարողանում ոչ մի քաղաք հիմնականորեն վերցնել մեր ձեռքը, չգիտեմ ինչու է այսպես, դե թույլ ենք, շատ ենք թույլ, այստեղ պատերազմներ են գնում, հսկայական բանակներ, մինչև Բաղդադ գնալու ենք, մինչև Կոստանդնուպոլ գնալու ենք, մինչև Դամասկոս գնալու ենք, մինչև վերջ գնալու և հետ ենք բերելու մեր պապական երկրի տարածքները, հետ ենք բերելու, հզոր բանակներ ենք ստեղծելու, մեր տարածքները հետ ենք բերելու, Դվինում, Կարսում, Անիում, ստեղծում ենք հզոր բանակներ, որոնցով հետ կքաշենք թշնամուն և առաջ կգնանք, այստեղ Բույդի դինաստիան առաջ է գնում դեպի Իխիդի դինաստիայի և ցանկանում է առաջ գնալ դեպի մեր թագավորության վրա, բայց դա այդքան էլ հեշտ չէ, այստեղ բարդություններ չկան դեպի հյուսիս, բարդությունները դեպի հարավ, արևմուտք, ընկած տարածքներում է, հյուսիսում բարդություն չկա, եթե կարողանանք դիմակայել հարավում և արևմուտքում, հյուսիսում դիմակայել ենք, որ դիմակայելու ենք, այստեղ տեսնում ենք հարձակումները դեպի ուղղված են բյուզանդական, այստեղ մեզ պատերազմ հայտարարեցին, Կիևյան Ռուսիան մեզ պատերազմ հայտարարեց, մենք հիմա ամբողջությամբ պատանդի մեջ ենք, շրջափակված ամբողջությամբ պատերազմներով, չգիտեմ կարողանանք դիմակայել, չենք կարողանա, այստեղ մենք ամբողջովին հալածանքների տակ ենք, բարդ է արդեն, մեր հաղթանակը արդեն հարցականի տակ է, չգիտեմ ինչ կանենք, ինչ պետք է անենք, այսեղ Մարդինը
երևի թե կկարողանան գրավել, երևի թե հույս չունեմ։ Պայքարում ենք, բայց այդքան էլ ոչ հեշտ։ Այստեղ բերե վրաներ են խփել, վրացիները։ Կիևյան Ռուսիան մեզ պատերազմ է հայտարարում։ Գիտի թե այստեղ ամեն ինչ կարող է։ Այստեղ մեզ պատերազմ հայտարարեցին նաև չգիտեմ, ով պատերազմ հայտարարեց։ Հա, քինթքով ով անգլիացիները մեզ պատերազմ հայտարարեցին, բայց ունենակ բավարար գումար պատերազմելու թշնամական բանակի եւ բանակների դեմ, որպեսզի հալածանքների չգնանք։ Մենք հիմա առաջ ենք գնում։ Խաղը նույնպես հիմա մեր ձեռքում է։ Այդքան թշնամիներ ունենալով մենք առաջ ենք գնում, այդքան բարդությունների միջով, բայց եթե արդեն Կիևյան Ռուսիան էլ հասնի դեպի հյուսիս, ավելի բարդությունները ավելի կշատանան, թե կկարողանանք առաջ գնալ։ Դեռ մենք երկիր տարած չենք հանձնել, այլ գրավել ենք, բայց դիմադրում ենք եւ տարածքներ են գրավում։ Բայց հացականի տակ է, թե կկարողանանք շատ գրավել, թե չէ, չեմ կարող ասել։ Երկրագնդի կեսը մեր հետ պատերազմում է։ Դա ահավոր է, բարդ է։ Դեռ թշնամիներ կա, որոնք գճից հանել ենք։ Բայց թշնամիներ կա, որոնք նոր են բուսնում։ Օրինակ Կիևյան Ռուսիան չկար նախկինում, հիմա կա ու ավելի հզոր, քան այլ երկրները, որոնց հետ պատերազմելը ավելի հեշտ էր։ Եթե մեզ նույնիսկ հալածանքների տակ տնեն, կկռվենք, կկորցնենք բանակը, բայց չենք հանձնի մեր վերցրած տարածքները։ Դա անհնար է հանձնենք։ Ինչպես թե գրավենք տարածքներ, հանձնենք թշնամիական բանակին։ Էլ ինչ կուզեն։ Երեք կողմից շրջապակման մեջ եք դրել եւ բյուզանդական կայսրությանը, եւ բոայետի կայսրությանը։ Այստեղ նույնպես սահմանային տարածքներ ենք պահում, քանի որ կասկածելի է, թե կկարողանանք, թե չենք կարողանա պաշտպանություն կայացնել։ Այստեղ նույնպես հարձակումներ, ունենք բավարար գումար, նոր բանակներ պատրաստելու համար։ Եվ վերանորոգելու համար։ Հիմա առաջ են գնում, խաղը նույնպես մեր ձեռքում է, եւ հյուսիսով, եւ հարավով, բայց դա երկար ժամանակ, ես ասեցի, չի կարող մնալ, որովհետեւ մենք օրեցօր թուլանում ենք, բայց մենք կարողանում ենք գրավել Մարդինը, Մոսուլը եւ Թավրիզը եւ Բիսանդան։ Մեկ այդ քաղաքների վրա հարձակում է կատարում։ Եթե կարողացաք այդքան տարածքները գրավենք, դա մեզ համար հսկայածավալ տերություն կստեղծենք, որը եւ լավ կլինի մեր համար եւ կվախեցնենք հակառակորդներին։ Նրանք նույնպես պատերազմում են մեր հետ։ Կզարգացնենք բանակը, ավելի կհզորանանք։ Փոքր երկիր ենք, չունենք հսկայական բանակ, ունենք հսկայական բանակ, ունենք հսկայական տարածքներ, ունենք հսկայական տերություն, ունենք հսկայական թշնամիներ։ Տեսնում եք, այստեղ Կիևյան Ռուսիան ինչքան արագ է տեղաշարժվում եւ գրավում տարածքներ։
Դժվար կլինի Կիևի Ռուսիայի հետ կռվել։ Քան Բյուզանդիայի։ Բյուզանդիան ավելի հեշտ է։ Սրանք բարդ է։ Մենք կմտնենք Մարտին, կհալածենք Մոսուլը, հարձակում ենք Թավրիզի ուղղությամբ, Թավրիզը չունի պաշտպաններ, և դա մեծ հնարավորություններ է տալիս, այստեղ վրացական ուղղությամբ հարձակումներ են կատարում, տեսեք ինչքան ժամանակ մենք կռվում ենք Վրաստանի հետ, չունենք ոչ հաջողություններ, ոչ փրկություններ, չգիտեմ ինչ կկատարվի հետո, բայց հիմա ոչ ունենք հաջողություններ, ոչ են ունենք, հաջողություն ունենք, գրավել եք դրանց մայրաքաղաքը, բայց դեպի առաջ չեն կարողանում գնալ։ Տեսնենք հետո ինչ կկատարին։ Եվ Մարտին կմտնենք, Թավրիզ կմտնենք, Մոսուլ կմտնենք, Մադրին եթե այլ պաշտպանություն չստեղծի կմտնենք, Թավրիզ եթե պաշտպանություն չստեղծի կմտնենք, իսկ Մոսուլը դեռ հիմա չեն կարող մտնել, որովհետև ունի պաշտպանություն և դեռ հիմնովին պաշարված չէ։ Բայց դեռ մենք կպաշարենք, մենք բոլորն կկարողանանք պաշարել։ Տեսնում ենք բյուզանդական կայսրությունը հալածում է Էրզրում քաղաքին։ Մենք հիմա պաշտպանություն պետք է ստեղծենք Էրզրումի շուրջ, որպեսզի չպաշարեն մեր քաղաքը և չգրավեն։ Տեսնում եք, կորցրել ենք բանակներ, տարածքներ, չեն կորցրել, դա անթույլատրելի կլիներ մեր համար, տեսնում եք պաշտպանություն ստեղծեց, դա ահավոր է, կորցրեցինք մեր զորավարին, ստեղծեց պաշտպանություն, հիմա հալածում ենք Մոսուլին, նոր բանակ եք ներկրում, նոր և նոր, հիմա կմտնենք, գրավեցինք Թավրիզը, Թավրիզը հիմա մերն է, բայց պաշտպանություն ենք ստեղծում Էրզրումի շուրջ, քանի որ նրանք հարձակումներ են սկսել Էրզրում քաղաքի վրա, բյուզանդացիները, տեսնում ենք ահավոր բաներ է կատարվում, այդքան պատերազմ երկրների դեմ կռվում ենք, կռվելու շուրջ, նաև ընդլայնում ենք մեր տարածքները, նրանց տարածքների հաշվին, տեսնում եք ինչպիսի հսկայածավալ տերություն եք ստեղծել, այսպիսի տերություն դեռ ոչ մեկին բաժին չի ասել, որպեսզի 3 քաղաքից դարձնեն հսկայական տերություն։ Տեսնում եք։ Մենք մեր երկիրը պետք է դարձնենք կայսրություն։ Տեսնում եք իշխանությունին դարձրեցիք թագավորություն, թագը տեսնում եք։ Բայց պետք է սարքենք բյուզանդական թագի նման կայսրություն։ Շատ-շատերը հիմա կայսրություններ են, շատ-շատերը թագավորություններ, շատ-շատերը իշխանություններ, շատ-շատերը մենք նույնիսկ իշխանություն չէինք, երբ ես սկսեցի խաղալ։
իշխանություն չէին, բայց հիմա հակառակն է, հիմա մեկ թագավորություն է արդեն, հսկայածավալ թագավորություն, մենք պատերազմ ենք տեսեք քանի երկրների դեմ, և առաջ են գնում, հաղթանակներ բերում մեր երկրին, այնպիսի հաղթանակներ, որոնք դեռ ոչ մի երկիր չի արել, քան ավելի շատ հաղթանակներ տանում է Կիևյան Ռուսիան, որը արդեն հասնում է դեպի եվրոպական երկրներ և դեպի Կովկաս, եթե նա հասավ դեպի մեր կողմը, պայքարերը մի քիչ բարդ է լինելու, բայց այդքան է դժվար չի լինելու, այսպես տարածքները բարդ են պատերազմելու համար, դրա համար մինչև հիմա մենք մի քաղաք չենք կարողացել մտնենք, բարդ է պատերազմելը, մեկ ունեք բավարար տարածքներ, բավարար բանակ և կկարողանաք թշնամուն հետ քաշել, այստեղ բյուջետական կայսրությունն է մեծ խնդիր տալիս, բայց եթե չլիներ, մենք ավելի շատ առաջ կգնայինք, չէր խանգարում է մեզ, այդքան հարձակումներ չի կայացնում, բանակը թույլ է, բայց խանգարում է մեզ, մենք գրավեցինք Մադրին քաղաքը, մնաց մեզ գրավելու Մոսուլը, բայց Մոսուլում դեռ պաշտպանություն կա, և մեզ չի հաջողվում ամբողջությամբ այն ջարդուխորդ անել, բանակ առ բանակ կա, այստեղ մենք պատերազմում ենք դեռ, տեսնում ենք, մենք դեռ կարողանում ենք պայքարել թշնամու բանակի դեմ, կարողանում եք ու կարողանալու եք, որովհետև մենք հզոր երկիր ենք, այդքան հզորություն չունի նաև ոչ մի այլ երկիր, այդքան փոքր չեն եղել և դարձել հսկայածավալ տերություն, և դա մեզ համար ձեռնատու քայլ է առաջ գնալու թշնամու ուղղությամբ, հիմա ստեղծում ենք բանակ, մեր երկիրը բանակ ունի 170, հիշում եք նախկինում մեր բանակ 45 էր, և դեռ նոր ենք սկսել խաղալ, և լիմիտը 95, բայց հիմա 170 բանակ ունենք, լիմիտը 187, ունենք 3 քաղաք ընդամենը, Թիֆիլիսին, Կարսեպ, Դվինը, հիմա դրանցից բացի ունենք Քութասին, Էրզրումը, Վանը, Մարդինը, Թավրիզը, դրանք բոլորը մերն են, և դեռ շարունակում ենք ազատագրել այդ քաղաքները, կազատագրենք և կհզորացնենք մեր երկիրը իր գագաթնակետին, դժվար է պայքարելը, բայց այդքան էլ դժվար չէ էլի, եթե կարողանանք, եթե իմանանք լավ ռազմավարություն, իմ դիրքս հարմարավետ է, բայց եթե չեք իմանում ռազմավարություն, չեք կարող խաղալ, ինչքան էլ շատ ունենաք բանակ, պետք է իմանալ նաև ռազմավարություն, դա մեծ դեր ունի, այստեղ Կիևյան Ռուսիան վայրկյան առ վայրկյան ավելի է առաջ գնում, ջախջախելով հակառակորդի բանակը, Փենջեսներից ընդամենը մնացել է մի փոքրիկ կտոր հողատարածք, ոչ մի բան չի մնացել, ամբողջությամբ գրավել են Կիևյան Ռուսիան, այստեղ մենք դեռ պատերազմների մեջ են, Մադրին քաղաքը դեռ ուզում են հետ վերցնել մեզնից, բայց անզոր չեն կարող, մենք ունենք բավարար բանակ Մոսուլը նաև գրավելու համար,
Մենք կարող ենք հարձակվել բյուզանդակայության տարածքների վրա, բայց դա մեզ ձեռնատու չէ։ Մենք կպաշտպանվենք, բայց չեք հարձակվի, որովհետև պարտություններ կա։ Նրանց հետ կռվելը այդքան էլ հեշտ քայլ չի լինի մեր երկրի համար։ Այստեղ ստեղծում ենք նոր բանակ, հարձակում ենք կատարում, տեսնում եք, չենք կարողանում մենք հետ գրավենք։ Եվի Աբբաս առաջինին հետ կքաշենք և նորանոր բանակներ կշարժենք դեպի այնտեղ։ Այսօր այսքանը, մյուս խաղը կշարունակենք մյուս մասում։